Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, ասեմ, որ այսօրվա եթերը նվիրված է լինելու հանրային հեռուստատեսության երկու աստղ գեղեցիկ շոուի երեկվա եթերին, որտեղ որ որոշակի թե քննադատությունների տարափ ենք նկատում եւ հակառակ տրամադրությունները նույնպես կան, այնուամենայնիվ կփորձենք որպես քաղաքացի անդրադարձ կատարել ու մոտավորապես բացել այս թեման եւ գիտեք, ի սկզբանե պետք է ասեմ նաեւ, որ հասկանալով, որ մեկի ղեկավար անձնակազմը երբեմն իմ հանրային հեռուստատեսության անդրադարձներից նյարդայնանում, ապա խորհուրդ կտամ չնյարդայնանալ, այլ ընդհակառակը ձեր դիտորդի, ձեր քաղաքացու ում համար որ դուք այդ բոլոր ծրագրերը անում եք կարծիքը նստեք, քննարկեք եւ փորձեք օգտագործել, կիրառել, դա վատ չի լինի, բայց մինչ այդ ասեմ, որ ժողովուրդ ջան, մոտ 1 շաբաթ էր ազատ շփում հաղորդումը դարձյալ չկար իմ վատառոշ լինելու հետևանքով, գիտեք, հիմիկվա վիրուսները կրկնվելու հատկություն ունեն ու փաստորեն նախորդ անգամվա հիվանդությունս նորից կրկնվեց, վաղվանից եթերում կլինենք դարձյալ, հույս ունեմ, չնայած ամբողջովին, որ ասեմ 100%-ով ապաքինվել եմ ոչ, բայց ժամանակը սեղմում է, այդքան չի կարելի եթերը բաց թողնել, առավել եւս անցյալ շաբաթը բավականին բուռն իրադարձություններով լի շաբաթ էր, ու ես ուղղակի տեղս չէի գտնում, որովհետեւ գոնե անգամ Facebook-յան եթերով չէի կարող միանալ, որովհետեւ իսկապես բավականին լավ ծանր տեմպով տանում էի հիվանդությունը, հետո որ ուզում էի անպայման շուտ ապաքինվեմ, ասում էի ոչինչ, մի քիչ էլ կհամբերեմ, մի քիչ էլ կհամբերեմ։ Այնուամենայնիվ այդ թեմաները այդպես չեն անցնի գնա, անպայման եկող շաբաթվա ընթացքում կքննարկենք այդ ամեն ինչը, կփորձենք հասկանալ ինչը ինչոց էր, թեկուզ անցյալ ժամանակով, բայց լինում են գործողություններ, որոնք ազդում են ապագայի վրա։ Իհարկե հիմա ես կխոսեմ այդ եթերից, բայց այդ եթերը նրա հետևանքների մասին նաև կխոսենք զուգահեռաբար այս իրավիճակների հետ կապված կառավարության որդեգրած քաղաքականությունից, թե քանի տոկոսով է այն արդյունավետ աշխատում, բոլորը իմ սուբյեկտիվ կարծիքներն են, իմ անձնական կարծիքներն են, բայց հուսամ, որ այնտեղ կլինեն բաներ, որոնք որ կարելի է քաղել կամ դրա շուրջ աշխատել եւ այլն։ Նախ պիտի խնդրեմ բոլորիդ, քանի որ անդրադառնալու եմ հմեկով այդ բանին, երկու աստղին, երեկվա, կխնդրեմ ամեն դեպքում լինել մեկնաբանություններում հնարավորինս զգույշ, քննադատողաբար կարող եք մոտենալ, բայց կխնդրեմ վիրավորանքներից, անձնական վիրավորանքներից խուսափել, որովհետև դա ոչ թե հիմա ես դա ասում եմ, անում եմ այս եթերը ոչ թե մասնակիցներին կաշկանդելու կամ նրանց գործողությունները վատաբանելու համար, սիրելի մասնակիցներ, ամենայն հարգանքս բոլորիդ, ձեզանից շատերի հանդեպ ունեմ անձնական հարգանք, մնացածիդ որպես ձեր աշխատասիրության չափով, այսպես ասեմ, շնորհակալ ենք ձեզ, երբեմն շատ հետաքրքիր պահեր մեզ պարգևելու համար, դա ձեր աշխատանքի շնորհիվ է լինում, բայց այնուամենայնիվ դուք բոլորդ հանրային մարդիկ եք, դուք աստղեր եք, կամ երգիչներ եք, կամ դերասաններ եք, կամ սպորտսմեն ունենք, որը երեք դուրս եկավ պրոյեկտից, ժյուրիի անդամներին կխնդրեմ, որպեսզի ըմբռնումով մոտենաք, սա վիրավորանք չի, ու չի կարելի այդ տեսանկյունից դիտարկել, ես սա խորհուրդ է, խորհուրդ մի քաղաքացուց, ով ձեր բանն է, հա, ասենք կլիենտն է, ձեր հաճախորդն է եւ որոշակի անցած ճանապարհ ունի, լավ, մի 2 ժամ էլ եթերային փորձ ունի, մի 2 գիրք էլ կարդացել է։ Այնպես որ այդ դիտանկյունից չնայեք, ես կխնդրեմ, որպեսզի նայեք այն դիտանկյունից, որոնք որ կարծիք են, հենց այսպես ասած, հա, որ իհարկե այնտեղ կարող է լինել գնահատողական եւ բնութագրող կարծիքներ նույնպես, ուստի համբերություն եմ մաղթում բոլորիդ եւ խնդրում, որ այս եթերը դիտեք մինչեւ վերջ, դրանից իմ հարգանքը ձեզանից շատերի հանդեպ ինչպես եղել է, այդպես էլ կմնա, չի պակասելու, դրա մասին չի, իսկ ում որ նոր եմ
ճանաչում, դե բավականին երկար ժամանակ այդ սֆերայում չեմ, ինձ համար նոր մարդիկ շատ են ու նրանց նույնպես այնպես չի որ բան էլի հիմա բայց լինելու են բավականին խիստ, որովհետև դա հանրային հեռուստատեսությունն է, դա մասնավոր հեռուստատեսություն չի, որ ինչ ուզի անի, ես էլ որոշեմ, դե կդիտեմ, չէ, պուլտը իմ ձեռքն է, կուզեմ ալիք կփոխեմ, կուզեմ չեմ փոխի։ Ոչ, սա հանրային հեռուստատեսությունն է, պետական հեռուստատեսությունն է, որը որ պիտի դասիրակչական կոնկրետ նաև աշխատանքներ տանի, լինի դա թոք-շոուների տեսքով, լինեն դրանք տարբեր հաղորդումների, քննարկումների, հարցազրույցների, թե ինչի տեսքով ուզում է անգամ եղանակի տեսության տեսքով լինի, միևնույնն է կեցվածքից սկսած ամբողջը բան են դասիրակչական նաև բնույթի են լինում եւ ձեր աշխատանքը ծառայություն է հանրությանը, հասարակությանը, ոչ միայն առանձին վերցրած աշխատանք։ Առանձին վերցրած աշխատանք իմը կարող է լինել, որովհետեւ ես օրինակ հանրային հեռուստատեսությունում չեմ, մասնավոր հեռուստատեսությունում կամ մյուս մասնավոր հեռուստատեսության աշխատակիցներին է։ Չնայած որ մեր աշխատանքին, ամենայն դեպս ես իմ աշխատանքին փորձում եմ մոտենալ ամենայն պատասխանատվությամբ, իհարկե երբեմն նաև ինձ մոտ չի ստացվում, ինչի մասին կուզեի լսել, ինքս կուզեի լսել ձեր կարծիքները, թեկուզ հրապարակային ձևով։ Բայց քանի որ եթերը բնականաբար հեռուստատեսությունը հանրային բան է, ես ինքս էլ հանրային ձևով հիմա կներկայացնեմ կարծիքները։ Նախ ընդհանուր առմամբ էլի եմ կրկնում արտիստներին ամենայն հարգանքով, որովհետև շատ հասկանալի է, որ շատ կարճ ժամանակում նրանք փորձում են գտնել երգը, աշխատել երգի վրա, աշխատել միզանսցենի վրա, ստեղծել նախ եւ առաջ էտյուդ որոշակի, հա, մոտեցում եւ այլն, այնպես որ բոլորին այս աշխատանքի համար շնորհակալություն։ Ամենաաշխատասերները բնականաբար ամենաշատն են արժանանում թե մեր հարգանքին, թե մեր բարձր գնահատականին եւ այլն եւ այլն։ Եվ իհարկե շատ աշխատալ դեռ չի նշանակում որակով աշխատել։ Որակը մի փոքր այլ բան է։ Մարդիկ կան ամբողջ կյանքում կարող են աշխատել, այդպես էլ ոչ մի որակ չթողնել, իրենց աշխատավարձը վերցնել եւ գնալ տուն։ Իսկ կան բաներ, որոնք որ դառնում են արժեքներ։ Այսպես ասեմ, նախ բնականաբար ամենաշատ աղմուկ հանած թեմայից սկսեմ, հա, Ռոբ եւ Անի զույգից, որը որ դե երևի Ռոբն ու Անին իրենք էլ տեսել են թե համացանցերում ինչպես է քննարկվում, ուստի այստեղ համեստություն ես բնականաբար շատ չեմ անի եւ նախաբանին շատ չեմ տրվի։ Տեսեք հարգելիներս, եւ ժյուրին էլ այնպես չէր որ ցածր գնահատեց, բավականին նորմալ գնահատեց ու շատերը միանգամից բան արեցին, ես ինչա կատարվում, ոնց է տղամարդը կնոջ շորերով ու սենց հմեկի եթերում, սենց շատ խիստ եւ մյուս կողմը դե գիտեք ինչ սա ախր շոու է եւ այլն, սա էլ էս կողմից։ Հիմա եկեք հասկանանք։ Տեսեք, երկու կողմերն էլ իրենց մոտեցումներում որոշակիորեն ճիշտ են եւ որոշակիորեն սխալ։ Ասեմ ինչու։ Ըն որ շոու է, հասկանալի է։ Մենք բոլորս էլ հասկանում ենք շոու է եւ շոուում ինչքան գույները վառ լինեն, ինչքան անսպասելի բաներ շատ լինեն, այնքան հետաքրքիր, բայց անսպասելի բաներն էլ մյուս կողմից պիտի արդարացված լինեն։ Ժողովուրդ ջան, ես ասեմ հետեւյալը, այո, արտիստը կարող է հագնել կնոջ շորեր, կանացի շորեր, եթե կերպար պիտի ներկայացնի ու եկել հասել նրան, որ այդպես պիտի ներկայացնի։ Ես խնդրում եմ ամեն անգամ, օրինակ ես միշտ ասել եմ, որ Հայկ Մարությանին որքան էլ ես չեմ հարգում որպես քաղաքական գործիչ, այնուամենայնիվ, երբ որ նրան փորձում են վիրավորել, որ ֆիլմում կնոջ շորերով բաման, ես այդտեղ մի քիչ չեմ կիսում այդ կարծիքը, բայց այստեղ պետքա դա արվի գրագետ։ Տեսեք, ինչն է առաջացնում, օրինակ ես նայել եմ, իմ տան անդամները ծիծաղում էին։ Ես նայում էի նաև իրենց ծիծաղին, ինձ դա էլ էր հետաքրքիր։ Ու մտածում էի հետևյալը, տեսեք, պիտի այն ինչը որ անսպասելի է տեղի ունենում, դա հումորը առհասարակ ունի ուղղություններ եւ իրավիճակներ։
Կան հումորներ, որոնք որ արագ պիտի տեղի ունենան, կան որոնք որ անսպասելիության, հանկարծակիության գործոնով են դառնում ծիծաղելի, այսինքն եթե տվյալ բանը անսպասելի չլինի, չի լինի ծիծաղելի։ Օրինակ երեկվա հենց այդ նույն համարը։ Բայց այն ինչը որ անսպասելի է կամ անսովոր է, եկեք այս բառը օգտագործեմ, հա։ Այսինքն, երբ որ մի անսովոր բան է մեկը անում, կարա դա լինի ծիծաղելի։ Հիմնականում լինում է ծիծաղելի։ Բայց անսովոր բան անել դեռ չի նշանակում հումոր ներկայացնել, հա։ Այդ անսովոր բանը պիտի գործողությամբ կամ բեմադրությամբ, հա, համապատասխան, որը որ խաղում ես կերպարայինով, պիտի արդարացվի։ Սա ինձ արդեն կհասկանան քիչ թե շատ թատերական կրթություն ստացած մարդիկ։ Պետք է դա արդարացվի անպայման։ Եթե դու հակել ես կանացի շոր, okay, շոու է, դու արտիստ ես եւ կարա լինի դա։ Առավել եւս որ դա ներկայացնում ես հումորի տեսանկյունից եւ անսպասելի բան ես անում։ Այստեղ ես okay եմ, բայց okay չեմ, երբ որ այդ անսովորը արդարացված չի գործողությամբ։ Հասկանում եք, այսինքն իմ կարծիքով միտքը հասկանում եք։ Եվ այս տեսակ հումորը ոչ միայն կնոջ շոր առհասարակ այդ անսովոր հումոր ներկայացնելով, բայց առանց արդարացնելու կամ ջրիկությունը հումորի հետ խառնելը առհասարակ հայկական հումորը մակարդակը իջացրել է բոլերին շատ վաղուց դեռ եւ շատ դժվար է լինելու տևական ժամանակ ոտքի կանգնեցնել։ Իմ կարծիքով մեր հայ հումորիստները եթե կան այդպեսի, իսկ իմ կարծիքով գոնե մի քանիսը կան, պետք է սրա վրա ուշադրություն դարձնեն։ Եվ եթե չի ստացվում, օրինակ, ես հասկանում եմ, նրանցից շատերը կասեն, իսկ դու գիտես հեշտ է, օրինակ, ամեն օր նստել հումոր գրել։ Ոչ, ես շատ լավ գիտեմ հումոր գրելը, ինչ դժվար է, հումոր ներկայացնելը կրկնակի դժվար, առհասարակ կատակերգություն խաղալը, մարդկանց ծիծաղեցնելը ամենադժվարն է, ավելի դժվար է, քան ստիպել, որպեսզի արտասվեն, հա, բայց դա պետք է լինի գրագետ ձևով, արդարացված ձևով, հասկանում եք, դա չպիտի լինի ջրիկության գնով, դա չպիտի լինի ռուսերեն ասած կներեք ես արտահայտությանից, որ ռուսերեն ասում նիժը պոյեսը, կամ կարա լինի, բայց անգամ դա պիտի այլ կերպ ներկայացվի, ոչ թե որ այ անսպասելի ասեցի, չգիտեմ, 1980, անսպասելի ասեցի ջուջուրիկ, ուրեմն վերջ, ինքը արդեն հումոր է, ոչ, դա ուղղակի լպիրշ բառ էր, որ օգտագործվեց, դա դեռ հումոր չի, հումորը կդառնա, երբ որ գործողությունը դրանից հետո կամ դրանից առաջը բերեն դրան, հասկանում եք, այսինքն գա հասնի դրան, որպես կասկածնես, այ ըստեղ էսի որ չասվեր, չէր լինելու հումոր, կամ եթե չհակներ կանացի շորը, չէր լինելու հումորային, այդ արդարացումը դուք երեկվա ներկայացումով հարգելի Ռոբ եւ Անի, ես ձեր զորքին իմիջիալոց ես երկուսիդ էլ ծանոթ չեմ, էլի եմ կրկնում, իմ վերջին տարիներին շատ քիչ եմ ես ուշադրություն դարձնում շոու բիզնեսին, գուցե դրա համար ծանոթ չեմ, բայց այնուամենայնիվ շատ հետաքրքիր զույգ եք եւ շատ դիտվում եք, բայց ինչի համար գնալ այս ճանապարհով, այն էլ հանրային, ես այս ամբողջ ինչ որ հիմա այսօր ես կխոսեմ, խնդրում եմ հմեկի տնօրինությունը ուշադրություն դարձնի եւ հասկանա, որ այս ամեն ինչից ինքը միշտ 10% ամենակիչը ունենալու է մեղքի բաժին։ Ուրեմն պետք չի կպնել, եթե չի ստացվելու արդարացնել դա, ուրեմն պետք չի կպնել դրան, պետք է ընտրել այլ բան, երկ։ Նույն Եվրատեսիլը այնպեսի բաներ ա տվել, որ էլ ասելու չի։ Այստեղ ես կներեք, բայց դեռ խոսքի ընթացքում կանդրադառնամ, որովհետև բավականին ընդլայնված է լինելու մեր զրույցը այս ուղղությամբ եւ ավելի հանրամատչելի։ Բայց ես ուզում եմ անդրադառնալ նաեւ Տոմայի եւ Պոնչի հանգամանքին, որտեղ Տոման ներկայանում է երգիչը, հա, ավելի շատ, իսկ Պոնչը աստղը։ Իմիջիալոց նույնը Պոնչի պարագայում էր խաղում էր տատիկի, դե դարձյալ կնոջ շորերով։ Իհարկե մենք սովոր ենք, երևի մեր աչքը սովոր է, մեր բակից սովոր է մնացել, որ լավ տատիկի շոր որ հատնում է, հələ ոչինչ, հա, բայց այդպես չի։ Նախ Պոնչն ու Տոման բավականին թույլ օղակ են, շատ թույլ եք։ Սա
հանրության կարծիքը ամենայն հարգանքով դարձյալ Տոման շատ ավելի այլ տեղեր է կարողանում ուժեղ լինել, Պոնչը իր տեսակով է կարողանում շատ հաճախ հետաքրքիր լինել, բայց օրինակ երեք պրոյեկտից ես այնպես երևի կգնահատե, այնպես բան կանե, որպեսի ազդեի նրան, որպեսի Պոնչն ու Տոման լքեն բանը նախագիծը, ոչ թե որովհետև բաներ, այլ ամենաթույլ օղակը իրենք էին, ամենաթույլ օղակը, եւ ֆուտբոլիստը գոնե հետագա պլանների համար գոնե մի փուլ էլ պիտի մնար, որովհետև առհասարակ սպորտսմենները մի փոքր ավելի կաշկանդված են լինում, եւ շատ լավ օրինակ էր, որպեսի ֆուտբոլիստը մի փուլ էլ մնար, եւ դրանով ինքը կկարողանար ավելի շատ իր միջավայրին բան անել, ներգրավել գոնե դիտողների շարքերում այդ շոուները։ Շատ թույլ աշխատանք էր, չկար ստեղծագործական ոչինչ գրեթե չկար։ Էլի եմ կրկնում, ցավները տանեմ։ Ես շատ եմ ուզում, որ ձեր բոլորի մոտ ամեն ինչը շատ լավ ստացվի, հանկարծ չմտածեք որ բան։ Բայց որպեսզի շատ լավ ստացվի, պետք է ջրիկությունը թողնել ու հումոր անել։ Հումորով զբաղվել։ Եվ եթե սպառվում եք ինչ-որ շրջան, ամոթ բան չի, որ հետ քայլ անեք ու մի փոքր հանգստանաք, մի փոքր ինքներդ լիցքավորվեք, մի փոքր ավելի շատ ընթերցեք, ուսումնասիրեք այլ դպրոցները եւ այլն, հաստատ կգտնեք նոր բաներ ու որոշ դադարից հետո շատ ավելի մեծ նապորով կներկայանաք։ Իմիջայլոց հումորի այս տեսակները ինչից են գալիս են այ հենց նրանից, որ մի ամբողջ սերունդ մեծացավ մեր բակ պրոյեկտի ցինիզմի տակ։ Ես հասկանում եմ, որ այն ծանր տարիներին մեր բակը այն ֆիլմերից էր, որ հանրությանը ժպիտ էր պարգևում, բայց կներեք այնուամենայնիվ, իհարկե ինձ էլ է ժպիտ պարգևել, ես դրա առանձին եթեր եմ ունեցել, անդրադարձել եմ, կհիշեք Ամանուրին ներվայնացած արդեն որորդ տարիներ գրում էի անընդհատ չէին բանանում, էլ ներվայնացած այս տարվա Ամանուրին գրեցի ասեցի հանրայինով մեր բակը նոր տարում ցույց տվողի մի խոսքով ու մի անգամից ես մի երկու զանգ եղավ ախպեր, բայց ես տենց կոպեմ, որովհետև մեռանք ասելով դուք իմ երեխաներին եք ուզում դեգրադացնեք, ես չեմ հասկանում։ Այս ամենափոքր սերունդին եք ուզում դեգրադացնեք։ Հմեկի ցույց տալու բան չի, մասնավոր TV-ներ կլինեն կուզեն ցույց տան, թող ցույց տան։ Դիտողներ կուզեն լինեն, թող լինեն դիտողներ, բայց հմեկը նստեն ողջ անձնակազմով, նստեն ինչ չեն կարող ասել, թե հմեկից ես թեկուզ հումորի տեսքով ինչ պիտի խաղեմ, կամ երիտասարդ սերունդ այ խաղել ենք այն, որ այսօրվա դրությամբ մենք չունենք հումոր, ունենք ջրիկություններ։ Հասկանում եք, որովհետև այսօրվա հումորիստը որքան էլ լավ տաղանդ ունենա, որքան էլ շատ աշխատասեր լինի, միևնույնն է հանրությունը սովորա այս տեսակի հումորին եւ ինքը գնում է այդ ճանապարհով։ Չի գնում ավելի դասական հումորի ճանապարհով, ավելի ինչու ոչ Հայաստանի Հանրապետությունում առհասարակ գոյություն ունի ինտելեկտուալ հումորը։ Հասկանում եք։ Ինտելեկտուալ հումորը առհասարակ չկա։ Չկա, մեռել է։ Տենց բան չկա։ Ինչու չկա, որովհետև մեր հանրությունը սկի չգիտի էլ դա որն է, որովհետև որևիցե մեկը այդ լեզվով հետը չի խոսել։ Հասկանում եք, բայց դա չի նշանակում, չէ՞ որ պիտի այդպես էլ չլինի։ Ես ասեմ ավելին նույն այդ ստենդափ ոճը, որը որ գալիս է Միացյալ Նահանգներից, նույն այնտեղ երբեմն դուք կարող եք նույն ակումբներում ստենդափ տեսնել, որտեղ որ նույն, չգիտեմ, այդ նույն գոտկատեղից ներքև արտահայտություններն ու ինտելեկտուալ հումորը կարող են լինեն մի հարթության վրա։ Հասկանում եք, այսպիսի բաներ են լինում, ինչի համար չուսումնասիրել ու բան չէ։ Ես ինքս հումորիստ չեմ, բայց հասկանում եմ այդ ինչ ինստիտուտը, գիտեմ, դրա մեջ եղել եմ, բայց ինքս հումորիստ չեմ բնականաբար։ Չնայած որ հումորային ֆիլմեր եմ նկարահանվել։ Ես մի հատ բան եմ ուզում խնդրեմ հիմա, օրինակ, Գարիկ Պապոյանին։ Հարգելի Գարիկ ջան, ցավը տանեմ։ Դու, այո, այսօր նույն այդպես է։ Հումորի մեջ մեգաներից ես այսօր։ Ես ոչինչ չեմ կարող։ Չնայած ես ինքս մեր հայկական հումորի մի վառ երկրպագու ինձանից դուրս չի գա, եթե անկեղծ լինենք, բայց փաստը, որ դու ամենաթանկ կներես այս բարի համար, ես լավ դրական իմաստով եմ դա օգտագործում, ներկայացուցիչներից ես ու հասարակության գրեթե 3 շերտ քեզ սիրում է։ Նու, կներեք, տարիքային 3 սերունդ
քեզ սիրում եմ, դրան հասնելը բավականին բարդ է առհասարակ։ Ասեմ ավելին, շատ հումորիստներ կարող չէին էլ մինչև իմ ես ասելը մտածել, թե իրենք որ սերունդի համար են աշխատում, հա։ Քեզ սիրում են, ապա խնդրում եմ, ու ինքդ ունես երաժշտական լավ ճաշակ։ Ես քո իմիջայլոց երկերից շատ ավելի երկելը ավելի բարձր եմ գնահատում այս տեսանկյունից։ Ես խնդրում եմ, ինձ կասես Վան եւ Լիկա զույգին, ինչու 9։ Նույնը խնդրում եմ Հրաչ Քեշիշյանին։ Հարգելի պարոն Քեշիշյան, ես ձեր ներկայացումը 3 ընկեր նայել եմ դրամատիկ թատրոնում։ Անկեղծ պիտի ասեմ, եթե ցանկություն ունենայի քննադատողական վերաբերմունք ցույցաբերել, ինչի կարիք է իմ կարծիքով դուք էլ ունեք, որովհետև ցանկացած առողջ արվեստագետ ուզում է, որ իր աշխատությունը մի հատ քննադատների աչքերով անցնի, հա, մոտով անցնի կամ իրենց գնահատանքին արժանանա, ինչպիսին է լինի այդ գնահատականը։ Ասեմ ձեզ, ներկայացման մեջ իհարկե հետաքրքիր գտած բաներ կային, ինչ որ հետաքրքիր մոտեցումներ կային, անձնակազմն էլ կարծես վատը չէր, չնայած որոշ թերություններ այնուամենայնիվ կային, բայց տեսանելի էր ռեժիսորի աշխատանքը նույնպես, դարձյալ շատ բան չեմ ասի այստեղ, որովհետև հիմա չեմ ցանկանում ամբողջովին անդրադառնալ այդ ներկայացմանը, ռազետ ժամանակ չեմ անդրադարձել, հիմա չեմ անդրադառնա, բայց ես այդ ներկայացման մեջ տեսել եմ մի հատ տեսարան, որը ինձ համար ստոպ կադր մնացել է, որպես էսթետիկապես եւ թատրոնային տրամաբանության մեջ, արվեստի մեջ հիանալի ստոպ կադր, որ եթե ես իմանայի լինելու է մի հատ այդպիսի տեսարան, հեռախոսս պատրաստ կպահեի, որ ֆոտո անեի, ոչ թե վիդեո, այլ հենց ֆոտո, հիանալի գտած բաներ, հիանալի, ճիշտ է, հետո մի քիչ ուրիշ բաներ եղան, բայց արվեստագետի աչքը նման բաներն է նկատում, հասկանում եք, ես խնդրում եմ, դուք պատասխանեք այդ հարցին, Լիկա եւ Վան զույգին, ինչու 9։ Ինչու 9։ Երեկվա գնահատականների մեջ։ Իհարկե, ինչ որ պահի կարող է պահանջը ժյուրիի արտիստներից այնքան մեծանա, որ նման կատարումը 8-ի էլ արժանանա, 7-ի էլ հարցը հետ չի։ Բայց երեկվա գնահատականները որ նայում են, մի հատ կասեք ինչու 9։ Որպես ռեժիսոր ձեզ ինչը դուր չեկավ այդտեղ։ Միակ համարն էր, որը որ ես չգիտեմ, անգամ ես չգիտեմ այդ երգը, երբ որ Եվրոտեսիլում հնչել է, ունեցել է նման ներկայացում, թե չէ։ Ու վստահաբար, եթե այդ միտքը ունենային, հաստատ իրենք բեմադրած կլինեին։ Հասկանում եք։ Համ խաղը, համ աշխատանքը, համ գտած իսկապես ստեղծած բան կար այնտեղ։ Ինչու 9։ Այսինքն Այնտեղ մի քանիսին էլ եք 9 դրել, բոլորը 9, այդ էլ 9, հա, ճիշտ եմ հասկանում ձեզ։ Ես կներեք այստեղ, ես զարմացա, ես սպասում եի գոնե դուք լինելով ռեժիսոր, պիտի որ դա գնահատեք։ Վանի ու Լիկայի աշխատանքը բեմի վրա 3 շլացուցիչ էր, բայց ես իմ կարծիքը ասեմ ամենավերջում, Լուիզա ջան, դու թատրոնի պրիմադոննա, այսպես ասեմ, հա կամերային թատրոնի պրիմադոննան ես։ Ինչու 9։ Հուզառատ 9 ինչ է նշանակում։ Ինչու օբյեկտիվ չեք։ Չես հասկանում եմ օրինակ ամենասկզբում, երբ որ Արսեններին ու դրես Գարիկը Պապոյան ու վերջում ասեց խոստովանեց ինչ որ բան, բայց այդ խոստովանանքն էլ այնքանով են չի, Գարիկ ջան, հասկանում եք, շատ լավ էր որ խոստովանեցին, այդ անկեղծությունը կրթողեր եւ դասիրակողի միջայլոց, բայց որպես պրոֆեսիոնալ ժյուրի, իսկ ես դիտարկում որպես պրոֆեսիոնալ ժյուրի, դու շատ բաներում ես եղել ժյուրի, հա, շատ շոուներում ես եղել ժյուրի եւ պիտի այդ կողմից քեզ համարել պրոֆեսիոնալ դերևս։ Որպես պրոֆեսիոնալ ժյուրի, ես հասկանում եմ, որ առաջի կատարումը դնում են այնպիսի թիվ մի հատ, քանի որ չգիտեն մնացածները ինչ կկատարեն, որից վերև ու ներքև աշխատելու ու խաղալու տեղ լինի, բայց այդ գիծը ընդունված է մինչև վերջ տանել։ Իսկ դու անկար ազդեցության տակ արդեն։ Ու վերջում միայն հասկացար, ըստ քո խոստովանանքի, որ այդպիսի բան է տեղի ունեցել։
Հասկանում եք։ Այդպես չի լինում։ Այդպես չի լինում։ Օրինակ, Արմուշին ես շատ վաղուց եմ ճանաչում, իմ ուսանողական ընկերներից է եղել ու շատ թանկ մարդ իմ կյանքում։ Իմ տան ընկեր ենք եղել իրար, տան ընկեր, ճիշտ է, որոշ հանգամանքների բերումով, կյանքի բերումով հիմա շատ վաղուց չենք շփվել, բայց ես քանի որ իմ կյանքը, իմ անցյալը, իմ ապրած կյանքը սիրում եմ եւ սիրում եմ այնտեղ բոլոր իրենց հետ կթողած անձանց, անկախ նրանից ում հետ ինչ կապ ունեմ կամ չունեմ։ Արմուշին ես շատ եմ հարգում եւ սիրում։ Որ իմ մի խոսքով Քեզ համար իսկապես գյուտեր, որ Արմուշը երգում է, Արամ ջան, քեզ համար էլ, ասենք, ես զարմացա, որ դուք, չգիտեմ, երևի այդ ռեակցիան հանդիսատեսի համար էր, ամենայն դեպս Մին զարմացրեց ես չիմանալը, ամեն դեպքում դուք այնպես պաստորեն կամ լավ խաղացիք, կամ իսկապես չգիտեիք, իսկ Արմուշը, ասենք, նախ ինքը, ես բրավո Արմուշին, ես տարիքում իսկապես բեմում փոթորիկ անելու համար, և ասեմ ձեզ, Արմուշին ճիշտ է, դուք էլ շատ վաղուց ճանաչում եք, բայց հավատացեք, մինչև 32 ատամը կամ վիտամին ակումբը, երբ որ դուք Արմուշին ճանաչելուց չեք եղել, Արմուշն ավելի ուռագան է եղել, հասկանում եք, դեռ մեր ուսանողական տարիներից ասեմ, նա ուղղակի էներգիայի կուտոկ էր, իրան պետք ասած թողներ ու վերջ, էլ չէի կարող բռնել, հասկանում եք, և նա միշտ ունեցել է հիանալի լսողություն երաժշտական, նա ունեցել է ճաշակ երաժշտական և կարողացել է կատարել նաև։ Այնուամենայնիվ, որքան էլ որ Արմուշը ու Մաշան հիանալի կատարեցին, միևնույնն է, ես կարծում եմ, և շատ լավ ճանաչելով Արմուշին, կարծում եմ, որ ինքը, եթե խոսի անկեղծ, օրինակ այդ թեմայով խոսակցություն գնա, իսկ ինքը տեն ժամանակ լեզվի տակ փուշ չկա ասում, ինքն էլ կասի, որ եթե իրենց 10-4-10, ուրեմն Լիկային ու Վանին 100% 4-10 պիտի լիներ։ Ընդ որում, ես ձեզ ասեմ ավելին, Լիկային ու Վանինը կարող էր լինել 4-10, Արմուշենցը գոնե մի հատ 9, որովհետև ամեն դեպքում հարգելի Գարիկ, հարգելի Հրաչ, հարգելի Լուիզա, դուք լինելով բեմմարդ կներեք 4-րդի անունը չտամ, չեմ ճանաչել իրեն, անունն էլ անկեղծ ասած չգիտեմ, որտեմ, թե չէ սիրով անունով, միայն ինքը իմիջալս 10 նշանակեց, որովհետև ամեն դեպքում բեմում Մաշան ու Արմուշը ունեին մի առավելություն, նրանց ոտքերը չեր երևում, դուք բեմի մարդիկ եք, դուք այս նրբությունը պիտի նկատեիք, ու այդ չնչին տարբերությունը կարելի էր իօքուտ Լիկայենց լուծել, և դրանով նույնպես մեսիջ ուղարկել արտիստներին, իհարկե ես հասկանում եմ, որ բեմադրություններ այդպիսին, բայց բեմադրություն բեմադրողներն հենց դրանով պիտի բանային, որ այդ նման իրավիճակներում, մի խոսքով, հասկանում եք խոսքը ինչի մասին է։ Երկու արտիստ բեմում, ոտքից գլուխ, էմոցիաներով աշխատում են, ստեղծած կոնկրետ ներկայացում, ինձ համար առավել ևս են երևակայական պատկերների խաղի մասը շատ սիրուն էր գտած ու շատ սիրուն ստացվեց շատ սիրուն ամեն ինչը այդ անձրևանոցով անգամ մի պահ եղավ, ես եթե ուշադիր չեք եղել, դրեք մի հատ էլ նայեք, մի պահ եղավ, որտեղ որ անձրևանոցով անցնողի անձրևանոցը կպնում է Լիկայի այս մազերի հատվածին, ճակատի հատվածին, Լիկան դա էլ է խաղում։ Եթե անկեղծ լինենք Լիկայի պարագայում, միտեղ, այդ մենակ երևի իմ աշկին կարող էր երևալ կամ թատրոնի մարդկանց աշկին, մի քիչ
պերեբոր գնաց, այն որ պիտի արդեն կուլմին գնար դեպի զարգացում, ոչ թե կուլմին, դեպի զարգացում պիտի գնար, մի քիչ շատ արագ դա եղավ ու մի պահ զգացվեց, որ դա եղավ պերիգրովկա, էլի, բայց ամեն դեպքում լիկան մինչև վերջ տարավ, ընդཐུպ մինչև այդ հարվածը, անեց խաղաց, որ այդ հարվածը պատահական կապածը հարվածել չէ, ավելի գեղեցկացրեց տեսարանը։ Հասկանում եք։ Ես խնդրում եմ, էլի եմ խնդրում, ես կրկնում եմ, ամենայն հարգանքով եմ ես եթերը անում և քանի որ այն քաղաքացին եմ, ով սրտացավ է իր պետության ու պետության կայացման, հասարակության զարգացման, դաստիարակության, այս ամեն ինչին սրտացավ է մոտենում, ապա ընդունեք այս քննադատություն կընդունեք թե խորհուրդ ընկերաբար չգիտեմ, ամեն դեպքում այս ամեն ինչը ընդունեք այդ դիտանկյունից, որ սա ասում եմ այս դետալները, հույս ունենալով, որ դուք էլ մեկը շատ հարգում եք իր ինստիտուցիոնալ վիճակով և ձեր հարգանքը, ձեր օբյեկտիվությամբ ու ձեր մասնագիտական տվյալների շնորհիվ ցույց կդնեք, որպեսզի հանրային հեռուստատեսությունը դառնա շատ լավը եւ իմ այս քննադատությունը դրա մասին է ես երթվում եմ բացարձակ հանկարծ ես չգիտեմ ինչ բամբասանքներ կարող են հայտնվել կարծես մի շրջան հայտնվել են ես բացարձակ ոչ մի ակնկալիք չունեմ ու ինքս շատ լավ հասկանում եմ Հայաստանում երբ որ դու քննադատում ես մի քիչ հետո դժվար է լեզու գտնելը չգիտես ինչու այդ կողմից ասես մենք հայերս էմոցիոնալ բան բայց ես դրա մասին չի ես ուզում եմ որ մեր հանրային հեռուստատեսությունը լինի լավը լինի դաստիարակող ունենա լավ պրոդուկտներ ես այո ժամանակին շատ նախանձով եմ նայել շատ երկրների իրենց մակարդակով ասած հանրային հեռուստատեսություններին հա ու ասել եմ տեսնես մի օր մեզ մոտ կլինի զգացվում է ինչ որ բաներ զգացվում է որ կարելի է անել ապա ինչու՞ չի արվում ես շատ լավ հասկանում եմ որ մեգա նախագծերը մեգա ծախսեր են ենթադրում եւ բյուջե գոյություն ունի հատկացված եւ որքան բյուջեի շրջանակներում եք փորձում ստեղծել ինչ ես այս ամեն ինչը շատ լավ հասկանում եմ բայց հասկանալով հանդերձ ասում եմ որ դրանք իմ վերած քննադատություններին չեն կարող լինել բան արդարացում չեն կարող մենք կարող ենք նստենք շատ ավելի մանրամասն զրուցենք ու դուք կտեսնեք որ չի կարող դա դառնալ արդարացում Պարզապես չի կարող։ Եվ մյուս դիտարկում է իմիջայլոց։ Հանրային հեռուստատեսության մոտ, ես ինչ խնդրում եմ մի հատ այնպես արեք հանրային հեռուստատեսությունը վերջնականապես Դուքյանի չվերածվի։ Դուքյան գիտեք որ իմաստով, այն որ մենք մերոնցով հավաքված ենք ստեղ։ Մի արեք դա։ Տեսեք։ Իհարկե շատերին կարող է հետաքրքիր է, օրինակ նույն Գրիգը նույն Արամեն Պետրին, բայց գիտեք ինչ, Գրիգը ունի հաղորդում։ Ինչին նոր մարդիկ չեք ներգրավում։ Դուք հաճախում եք բան, թատրոններ, հաճախում եք արդյոք ինչ-որ ակումբներ, ծանոթանում եք մարդկանց, գիտեք ինչ կա, ինչ չկա։ Թե ասենք կամ թեկուզ նույն բան չէ, ինչու ոչ։ Չէ, շատ ես երջանիկ եմ, որ ամուսիններ են, բայց իրենք կրկնակի երջանիկ են բնականաբար, բայց դա զգում է քաղաքացին, դա զգում է ու դա բացասական է անդրադառնում հանրայինի վրա։ Տեսեք, Դավիթ ջան, Դավիթն ասում է, բայց ախր դա մեծ սազական շոու է, շոուն սազականով չի լինում։ Հասկանում եք, շոուն ինքը ժամանցային ծրագիր է, ժամանց է ապահովում։ Հանգիստ թեթև ժամանց է ապահովում։ Այդպիսի ծրագրեր պիտի ունենան հեռուստատեսությունները։ Չեմ ասում, կան հեռուստատեսություններ, որ ամբողջովին ժամանցային են, բայց ամեն հեռուստատեսություն պիտի ունենա որոշակի տոկոսային հարաբերակցությամբ օրվա ժամերին, նաև դա ժամանց է, այս ժամանցը սիրում է թեթև բան, որ մարդը շատ ինքն էլ ցանցորեն զոր չտանա, ստի թեթև նայի, հանգստանա, կայֆ բռնի գնա հանգիստ քնի ախպեր։
հասկանում եք սազականի խնդիր չկա, շոու ծրագիր է 21-րդ դարա, գույներ, լույսեր, պետք է մեր սազականը որն է, ասես կողքի սանրած մազ, ասենք օրինակ նենց բանը Կրեմլի պարադի ցուցադրումը Երևանում սազականներ, դա սազական չէր, ախպորպես, եկեք մի քիչ այտենց այդ բաներից դուրս գանք, այդ ռամկեկից դուրս գանք, թույլ տանք ազատ լինեն մարդիկ, բայց այդ ազատությունը չի նշանակում նենց ամեն ինչ ով ոնց ուզի, երբ ուզի, ոչ դա հանրային հեռուստատեսությունն է ու պիտի արվի դա գրագետ։ Եվ այստեղ ես չեմ կարող առանձին վերցրած իմիջայլոց Բրունետի մասնակցությունը չողջունել այդ շոու ծրագրին, որովհետև գիտեք ինչ, մեր բաները Եվրատեսիլյան ներկայացուցիչները, նրանց մի մասը ասես միանգամից քիթները հելնում է ես իմուր, ու նենց շատ բաների կամարանքով են վերաբերվում, էլի, ու ոնց մենք գանք այնտեղ բան անենք, հետո այնտեղ այս ինչը ամեն ինչը մեզ գնահատեն, մենք գիտեք ով ենք, ասես բաներ կարան լինեն, իսկ ես տեսնում եմ Բրունետը մեկ-մեկ ինչ ուշադիր է լսում թե ժյուրին ինչ ասում իրեն, բացում է, կարծես ինքը չի եղել հազարավոր ամենատարբեր ազգերի առաջ ելույթ ունեցող։ Բրավո Բրունետին, շատ իրենց առասարակ իրենց գործն էլ լավն էր, իհարկե ծանր գործեր, իսկ ծանր գործը գիտեք ոնց է, ծանր գործերը արվեստում, ինչպիսի արվեստի ճյուղ ուզում եք ընտրեք, եթե ինքը ծանր գործ է, ինքը ունի հստակ իրեն սիրողները, և այդ իրեն սիրողները քիչ տոկոս են կազմում, հիմա թե լավ է դա թե վատ, դա հարցի մյուս կողմն է, բայց դա այդպես է, հասկանում, միշտ պետք չի ծանրացնել ու շատ բան լսնել, օրինակ տեսեք Արսենների բանը հետաքրքիրներ, թե երկի ընտրություններ հետաքրքիր է, թե բանը, ասենք, իրենք կոստյում անգամ դարձրեցին մատերիալ, խաղարկային մատերիալ, խաղացրին իրենց հագուստը, ընտրեցին հագուստի ձև միած, որը դարձավ ներկայացման մի մաս, և իրենք աշխատեցին դա, մինչև վերջ, ճիշտ է, ֆինալնի ակորդը պետք էր լավ հղկել, հասկանալի է, որ մի անգամից անելը դժվար կլինի, բայց պետք էր անել, այնուամենայնիվ հետաքրքիրներ, միտքեր, լավներ, ստացված էր, երկի ընտրությունն էլ հետաքրքիր ընտրություն էր, մի խոսք, ճաշակով բաներ, լավ բաներ։ Մի խոսքով, ես երևի ընդհանուր առմամբ սա է ուզում ասել, բայց հիմա մի փոքր ավելի պիտի ընդլայնվեմ, որպեսզի մեր քաղաքացիներին կամ հետևորդներին, մարդկանց, ովքեր հիմա դիտում են, իմ ընկերներին, որոշ բաներ ավելի ըմբռնելի լինեն, հա, ինչի է այս սրտացավությունը մեծ հենց հմեկի պարագայում։ Տեսեք, ես նայում եք կառավարության նիստը, ԿԳՄՍ նախարարն էր մի պրոյեկտի շրջանակներում խոսում, ներկայացնում վարչապետին, հետո վարչապետը ճիշտն ասած դիտողություն արեց, մի քանի մոտեցումներ, ոչ թե դիտողություն, այլ մի քանի մոտեցումները իր անձնական ներկայացրեց, որոնք հակասում էին նախարարի բերացի արտահայտած մտքերին, այնուամենայնիվ ես պարոն Փաշինյանի հետ էլ այդ իմաստով համաձայն չեմ։ Տեսեք, ասում էր, իսկ ինչի պիտի լավ բանը ունենա քիչ դիտումներ։ Ինչպես է լինում, որ մարդիկ անում են լավ բան ու դա ունենում է միլիոնավոր դիտումներ աշխարհում։ Ասեմ, հարգելի պարոն վարչապետ, հերթով գամ, չնայած որ դուք քանի որ լրագրող եք եղել, պիտի որ այս նյուանսները իմանաք, բայց այնուամենայնիվ։ Տեսեք, լավ միլիոնավոր դիտումները նախ կապ ունեն նաև ուղիղ լեզվի հետ։ Հայերեն լեզուն աշխարհում կիրառելի չի։ Հայերեն լեզվով խոսում են հայերը եւ Հայաստանի Հանրապետությունում ապրող փոքրամասնությունները, ազգային փոքրամասնությունները։ Վերջ, այլ աշխարհում ոչ ոք հայերեն չի խոսում։ Ռուսերեն լեզվով խոսում են ռուսները եւ խոսում են շատ ազգեր, շատ մարդիկ, առհասարակ ռուսեն, կամ չգիտեմ, իսպաներենը, կամ անգլերենը դեռ չասեմ, չինարենը չասեմ եւ այլն, հա։ Հայերեն լեզուն չի կարող ունենալ, հայերեն լեզվով ներկայացած լավ բանը կամ վատ բանը չի կարող ունենալ միլիոնավոր դիտումներ, դա անհնար, դա չի լինում։ Չի լինում այդպես։ Դա, չգիտեմ, երկ չի։
Եթե երկ լինի, էլի ուրիշ, էլի, ասենք օրինակ իմ մեքենայի մեջ ես լսում եմ իտալերեն երկ, ոչ իտալերեն գիտեմ, ոչ բան, բայց ես սիրում եմ այդ լեզուն, այդ լեզվով երկ լսելը ինձ հաճելի է, հա? Իսկ ինչը չես ասի, հակառակ բանով, մեր հայերենը տարածված չի, բայց միևնույնն է, երգի առումով կարող են մարդիկ լսել ու ինչ որ միլիոնների դիտում կարող է լինել երգի պարագայում, բայց այդպիսի բաները չեն լինում, սա մեկ, երկրորդ լավ բանը որպեսի ունենանք, թեկուզ լավ վերցնենք միլիոնավոր բառը արանքից հանենք, ընդունենք, որ նկատի ունեիք, ասենք թե շատ դիտում։ Ասեմ, պետք է մեր հանրությանը դեռևս սովորեցնել լավ բան դիտելու։ Եվ դրա պատճառով սկզբում լինելու է քիչ։ Եվ ընթացքում ու համբերատար աշխատանքի, մասնագիտական մոտեցման շնորհիվ միայն կարող է աճ գրանցվել։ Հայաստանում լավ պրոդուկտ կարելի ասել, չգիտեմ, չեմ ուզում որ հանկարծ վիրավորեմ, բայց ամեն դեպքում չկա կարելի ասել, չգիտեմ, կամ այնքան քիչ է, որ տենց ասում ենք ուրա, որ թեկուզ խոսակցականով, հա։ Եվ այո, նույն մանկապատանեկան պրոյեկտները դրանք միանգամից չեն գրավելու, դրանք քիչ-քիչ են գրավելու, բայց այդ քիչ-քիչը չպիտի դառնա բնավորություն ստեղծողների կողմից, չպիտի իրանք համակերպվեն, հա դե մեկը քիչ-քիչ են նայում, դե տենց է բավարարում, չէ, իրանք պիտի ամեն ինչ անեն, որ անընդհատ եղած թվից մի հոգի ավել լինի, ակնկալվող թվից մի հոգի ավել լինի, հասկանում եք, այստեղ հարցեր կան ու իհարկե այս թեմայով ես կուզեի առանձին եթեր անել, ես անգամ պատրաստ կլինեի օրինակ եթե մարդ կա որ կարծում է ձեր մոտեցումը ավելի տենց ճիշտ է, ես սիրով կունենայի բանավեճ այդ թեմայով, այդպես հնարավոր չի։ Գումարած նրան, որ այո, Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի ատելությունն ու կեղտը այնքան են լցվել, որ չի էլ կարող լավ բանը մի անգամից դիտում ունենալ։ Ուզում եք օրինակ, հանգիստ կարելի է դա ապացուցել, հենց հիմա 125 հոգի է դիտում։ Հենց հիմա ես սկսեմ հայհոյանքով խոսել 5 րոպե, դառնա 300 հոգի։ Ես սկսեմ գեղեցիկ հայերենով խոսել, ավելի իջնի։ Դա այդպես է։ Ու պետք է սովորեցնել նախ եւ առաջ մարդկանց, բայց երբ որ մենք դրսում ամեն քայլափոխի հանդիպում ենք, տեսեք 2020 թվականից սկսած նոյեմբերի 9-ից սկսած ավելի ճիշտ ոչ թե 20 թվականի, հենց նոյեմբերի 10-ի օրվանից սկսված այնքան այս ժամանակակից տեխնոլոգիան է, որը որ աշխատում է ալգորիթմներով, հա, այնքան դիզլայքեր ու այդ բարկության նշաններ ու այնքան կեղծիք ու սուտ լսվեց, որ ալգորիթմը հայկական տիրույթում սկսեց աշխատել այդ դիզլայքի, այդ բարկացած սմայլիկի ալգորիթմով, հա, այն որ ամենաթանկ վաճառվող սմայլիկներ երևի դարձել ինքը։ Մենք այդ հասարակության մեջ ինչ է նշանակում, այդ իրականության մեջ ենք ապրում, ես անգամ մեջբերում էլ զուգահեռ անեմ, օրինակ վարչապետը հետաքրքիր ելույթ ունեցավ, չէ՞ որ ասես բանա, զարմանալու բանա, գնում ես գյուղ, ասում ես, էս են կարել, ասում են մեկա բանա, այն երկուսը խի դատվաշ են, այո, պարոն Փաշինյան կա, բա այդ հարցը կա, ու այդ հարցը նույն էս հարցի նման է, ինքը տրամաբանությունը, ճիշտ է, մտքերը տարբեր մտքեր են, բայց տրամաբանությունը այդ կապը պատճառը նույնն է, որովհետև հանրության մեջ կեղտ է լցված, հասկանում եք, իրենք կեղտից ազատագրվելու միջոց, ինչից ուզում են օր առաջ ազատագրվեն կեղտից, միջոց տեսնում են միայն այդ երկուսի դատվելը։ Այո, ձեր կարգավիճակն այնպիսինն է հիմա, որ ու ձեր զբաղվածությունը այնպիսի թեմաների շրջանակներում է, որ շատ հնարավոր է դուք կարծում եք, որ պիտի որ լավ, գոնե դրա մի 20%-ով հանրությունն էլ վարակված լիներ, ու երևի դրա համար եք զարմանում, որ ոնց որ թե վաբշե ոչ մի բանով վարակված չի, կարող եք զարմանալ որքան որ ուզում եք, իսկ ես կասեմ, որ դա բնական է, որովհետև այո, հանրությունը այդ իմաստով, երբ որ ասենք օրինակ պողպատե մանդատ բառակապակցությունը օգտագործվում էր, հանրությունը պողպատե մանդատ ընկալում էր բանը, հենց
ամուր դատաիրավական համակարգը փոխպատե մանդատի տակ չէր դիտարկում անգամ այնքան ռազմավարական կարևորություն ունեցող ջրամբարների կառուցումը, ուր մնաց թե մանկապարտեզ դպրոցների, ուր մնաց թե ճանապարհների, հասկանում եք, ու այստեղ խնդիրներ կան։ Եվ այո, հանրությունը այսօր կարիք ունի մաքրումը, այդ մաքրումը կարա լինի միայն դատաիրավական համակարգը քրիստոնեական տեսքի բերելով մի փոքր, գոնե մի փոքր, եւ այնտեղ կարող է ներքին շրջան կանոնակարգային բաներ փոխվում, դրական փոփոխություններ կան, որը հանրությունը տեղյակ չի, բայց կներեք հանրությունը մինչեւ իր կաշվի վրա չզգա, տեսեք, հանրությանը ամեն օր տալիս են կեղծիք ու սուտ։ Հանրության մեծ մի հատվածը դրանով արդեն սովորա ապրի ու անգամ եթե մի քիչ կեղծիքի ու ստի չափաբաժինը պակասում է, ինքը տվայտանքների մեջ անկնում, մեծ հատվածը արդեն զզվում է, բայց միև պատկերացեք ամեն օր նույն ճաշն եք ուտում, ամեն օր են Ֆրունզիկի ասած ուտրեմ яичница, днем яичница, ночью омлет։ Բանը դուք տենց ամեն օր ասում եք թող լինի ուտելիքը չգիտեմ տոլմա, հա, ամառային տոլմա են ամենահամով ուտելիքներից մեկը։ Ամեն օր 4-րդ տարին է դուք ամեն օր դա զզվելու ստեղները տա հասնելու։ Ստեղներ եւ հասարակ հացուպաների ներնեք եք տալու։ Հասկանում եք։ Այ դրա համար է որ այսօր ինչքան ինչ ուզում եք արեք։ Այ էտա թեման եղել 21 թվականի կռիվը դրա մասին եղել հանրության ներսում, հանրությունը ինքը իր մեջ ավելի շատ է կռիվ արել, հասկանում եք։ Հանրությունը մասնակիցն է եղել ամեն տեսակ կռվի։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ընտրություններ երբեք չեն եղել եւ ես ունեմ կարծիք որ 26 թվականին էլ չի լինելու քաղաքական ընտրություններ ամբողջական իմաստով։ Հասկանում եք, Հայաստանի Հանրապետությունում մի պարզ պատճառով, որովհետև Հայաստանի Հանրապետությունում քաղաքականությունը նոր ծիլ է տալի, մինչև այս վերջերս էդ էլ չկար։ Որովհետև հանրությունն էլ դեռ չունի քաղաքական դաստիարակություն, որովհետև հանրությունը ուզում է հենց մի քիչ սենց լինի, մեկ էլ հմեկով օրինակ կարող է բերեն նստացնեն բանին, կոպիրկինին ու հարցազրույց հետո վերցնեն լուրջ դեմքով։ Որովհետև մենք այդպես էլ չտեսանք հանրայինով թեկուզ հետաքրքիր ուսանելի պրոյեկտներ։ Նույն երկու աստղի մասով մի բան էլ ասեմ, տարիք ինչի չեք նշում։ Ցույց եք տալիս տղամարդը կնոջ հագուստով, տարիք ինչի չեք նշում։ Թող մարդիկ չկատարեն այդ բանը, բայց դուք ձեր մասով ձեզ ճիշտ արեք։ Գիտեք, ես շատ կցանկանամ, եթե ձեր թույլտվությամբ մի երկու բառ էլ մայիսի 9-ի հետ կապված ասեմ, հա, որովհետև ասենք օրինակ ճիշտ է վաղ ազատ շփումում էլ փորձել եմ խոսել, բայց մի երկու բառ ասեմ, տեսեք, այսքան աշխատանք տարվեց, որպես եւ աշխատանք տարվեց եւ հանրությունն էլ որոշակի գիտակցության եկավ, որ այնուամենայնիվ այս վերջին շրջանի իրադարձությունները վերջին տարիների բերեցին նաեւ դրան, որ հանրությունը ինքնուրույն էլ սկսեց հասկանալ, որ Ռուսաստանը Հայաստանին դաշնակից բարդ է անցալելը կամ անհնար, բայց մի վատ տենդենս է նկատվում նորից։ Ամեն տարի մայիսին, մինչև մայիսին ուռում, այդ ամեն ինչը ընդհուպ մինչև Փաշինյանն ինչի է գնում Կրեմլ, մեկ էլ մայիսի 9-ին նայում ես այդ երկերաշտությունը միանգամից կպնում է մարդկանց հոգիներին։ Տեսեք, երբ որ կան էմոցիա, եւ դա պրոպագանդան է, իր ողջ էությամբ, նայեք, երբ որ մարդու էմոցիաները բաց են, այսինքն կամ բարկացած է, կամ ուրախ է, կամ տրամադրությունը այլ է, ոչ սովորական տրամադրության մեջ է լինում, նրա էմոցիոնալ դաշտը բաց է լինում, ու այնտեղ կարելի է լցնել ինչ ուզես, կուզես լավ բան, կուզես աղբուս զիբիլ, ինքը միևնույն է հափշտակելու է դա, բաց է, պատկերացեք, դատարկ պարկը։
պատրաստ է ուտել, ծամել, ինչ կլցվի այնտեղ։ Եվ իմիջիալոց նոյեմբերի 9-ից հետո այդ ստոր գործողությունն էին իրականացնում Քոչարյանի ու Սերժի այն 17+ սևական չգիտեմ ինչերը, այդ թույնը թարախը լցնելով էմոցիոնալ իր բաց վիճակում գտնվող, անպաշտպան վիճակում գտնվող հանրության մեջ դավաճ ունեն ամենաանտանելի բառերը, հա, ու անեն որ sense ինչ ասես ժեղ բան, ու հանրության մեջ այդ կեղտը կուտակվեց, լսվեց անգամ ամենալավ, ամենաբարի բոլորի մեջ զովասների ծնողների մեջ եւ այլն եւ այդ անաստվածությունը հենց այդտեղ էր որ այո հենց զովասների ծնողներին էլ կպարտե դուք օգտագործեցիք իրենց ցավը իրենց բաց էմոցիոնալ դաշտը նրանց մեջ ատելություն լցնելով ու բերելով կանգնեցնելով քաղաքական բազարների առաջնագծում սրանից ավելի սրբապղծություն անհնար էր սպասելը այնուամենայնիվ ինչ էր անհնար ես էլ չեմ հասկանում դուք ձեր ձեռքով 10 մարդ եք գնդակարել միայն մարտի 1-ին ձեր համար դա ինչ է մի հատ աշկ պիտի թարտեք ենա թարտել եք վերջացել հասկանում եք ու մեկ էլ հանկարծ օրինակ մայիսի 9 праздничный հիմի որքանով որ ունենք, հա, այսպես ասեմ։ Բայց մեկ էլ выходила на берег Կատյուշա, որը օրինակ 3 սերունդներ պատկերացնենք, ավելի մեծահասակների մոտ բերում է իրենց երիտասարդ տարիները։ Լավն էին դրանք թե վատը, ասում անցյալի փուշը ներկային ուշն է։ Իրենք ընկնում են իրենց հիշողությունների գիրկը եւ բնականաբար այդ երգերը ասոցացվում են դրական բաների հետ։ Միջին սերունդը երկուսից էլ ճաշակել է, բայց քանի որ չի մեր անկախ պետության 30 տարիների ընթացքում չգիտես ինչու կամ սովետական բանը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչև հիմա չգիտես ինչու նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակին նվիրված հայերեն երաժշտությամբ, հայերեն խոսքով մի սիրտ մաշացնող, մի սիրտ գրավող երգ չկա, ուզած չուզած լսում են էլի նույն երգերը, այսքան ընկնում են էլի այդ լադի տակ։ Սա պրոպագանդան է, սա գովազդն է։ Ու նորից sense մարդկանց մոտ գնում է դա, հասկանում եք։ Դե ավելի երիտասարդ սերնդի մասին չխոսեք, իրենց մոտ շատ խառն է ամեն ինչ բարդ է։ Հասկանում եք։ Ու մի հատ ինձ կասեք, ինչ է նշանակում դուրս գալ, թեկուզ բան ինքնաբուխ շքերթների մայիսի 9-ի օրը Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դրոշներով։ Ասեք ինձ ինչ է նշանակում դա։ Ինչ է նշանակում։ Չէ, ես իհարկե կարող եք արդարանալ։ Բայց որքան որ ես եմ տեղյակ, խորհրդային միությունն է մաստակիցը, չէ՞, Հայաստանի Հանրապետություն, Հայաստանը, սովետական Հայաստանը, խորհրդային միության դրոշի տակ էր մարտնչում նացիստական Գերմանիայի դեմ, ճիշտ է։ Ռուսաստանի Դաշնության դրոշը ո՞րն էր։ Խորհրդային դրոշն էր, ընդհանուր դրոշը, չէ՞։ Կամ եթե դա եք նշում, վերցնեք խորհրդային դրոշը եւ վերցնենք մեր երագույնը, յանի եմաղ դեների մի անկախ պետություն ենք, բայց հիշում ենք, հարգում ենք այդ դրանցով գնանք։ Չնայած այդ դրոշը աշկից լույսը չի ասում եմ, բայց գոնե այդտեղ կա տրամաբանություն։ Ռուսաստանի Դաշնության, եթե դու վերցնում ես Ռուսաստանի Դաշնության դրոշը, ուրեմն պիտի վերցնես թե մյուս 15 պետությունների դրոշները նույնպես։ Եվ թե ամբողջ կոալիցիոն գործընկերների դրոշները նույնպես։ Առավել եւս, որ լինելով կոնկրետ հայ, ոչ թե ուզբեկ, տաջիկ, ամենայն հարգանքով բոլոր ազգերի հանդեպ, ես սա շեշտում եմ, որպես ունենալով սփյուռք այդ ժամանակ, մեր սփյուռքահայությունն էլ մարտնչում էր ամենատարբեր պարտեզանական պատերազմներում, ռազմական գործողություններում, արևմուտքի այս կամ այն ջոկատի, վաշտի, խմբի, զորամիավորման ներքո դրոշի։ Թե իրենք հայեր չէին։ Այս իմաստով դեռևս մենք բավականին դեգրադացված ենք։
բավականին դեգրադացված։ Եվ խնդրում ենք դպրոցներում, եթե մեր սերունդը դեռևս սովորա մայիսի 9-ը ասել, դպրոցներում սկսեք շտկել այն ստերը, որոնք որ մինչև այսօր կան։ Երկրորդ համաշխարհայինում հաղթանակի օրը մայիսի 8-ն է։ Մայիսի 8-ը։ Եվ բոլոր նորմալ մարդիկ, ովքեր ցանկանում են նշել նացիստական Գերմանիայի կամ այդ Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, հա, այս կոալիցիայի դեմ քաղաքակրթական հաղթանակը պետք է նշեն մայիսի 8-ին։ Եվ ոչինչ, թող մենք տես մեր մայիսի 9-ի պատկերացումներով գնանք մեռնենք մինչև, հա, ենքան ապրենք մինչև մեռնենք։ Բայց նոր սերունդը չվարակվի հերթական ստով։ Եվ շատ լավ է, որ այս տարի հատկապես, ես այս տարի ուզում էի, այ որ չհիվանդանեի, անդրադառնալու էի այդ թեմաներին, ցավոք սրտի, բայց ամեն դեպքում շատ լավ էր, որ արդեն տիրույթում, հայկական տիրույթում խոսվում էին, թե ինչա Լենդ-լիզը, թե իրականում ինչա այդ հաղթանակը եւ ում ոնց է պատկանում, այդ թվում նաեւ այո խորհրդային միությանը, բայց ում ոնց է ովքեր են կիսում իրար մեջ այդ հաղթանակը առհասարակ։ Ես սրանք պետք է դարձնել դասագրքային արդեն։ Եվ պետք է վաղուց դարձնել դասագրքային։ Ռուսաստանի, Հայաստանի դրոշներով ինչ գործ ունեք, դուրս եք գալիս մայիսի 9-ին ինչ-որ հաղթանակի մասին եք գորգռում, որը տարել էր հայ և ռուս եղբայրները լուրջ եք ասում։ Ձեր այդ օրը ասած նախադասությունների 99%-ը մի հարցի չեն դիմանա։ Մի հարցի, ես դեռ չեմ խոսում բանավեճերի մասին, մի հարցի չեն դիմանա։ Ինչ ենք մենք սիրում անընդհատ մեզ դեգրադացնել։ Ինչ ենք մենք սիրում, արես չգիտեմ էլ արդեն ոնց ասեմ։ Մեր կամ հայրենական պատերազմ, երկրորդ համաշխարհային պատերազմն է, դա հայրենական է եղել Բելարուսի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար, որովհետեւ իրանց հայրենիքում այդ կռիվը եղել։ Հիմնական մարտական գործողությունները խորհրդային միության դեմ ծավալվել։ Քեզ համար ի՞նչ է։ Մեր հայրենական պատերազմը 20 թվին Արցախում էր։ Եվ ոչ միայն 20 թվին։ Մեր հայրենական պատերազմը 90 թվին էր Արցախում։ Մեր հայրենական պատերազմը 1920 թվին էր։ Դրանց հայրենական չենք ասում։ Արցախյան պատերազմ ենք ասում։ Դե էլ ասեք նացիստյան։ Չեք պատկերացնում լեզվամտածող ամեն այս բառը նախադասությունը ոնց է լեզվամտածողություն քարուքանդանում, ոնց է դեգրադացնում, ձեզ դեռ ոչինչ, թե թող լինի Ղազախստանի համար էլ հայրենական, խնդիր չկա Աննա ջան, բանա, ձեզ դեռ ոչինչ, երիտասարդ սերնդի մեջ խեք, էլի այդ սուտը ամեն ինչ անում, որ ներծծվի նաև այնտեղ։ Այնուամենայնիվ, եթե եզրափակելով, չէի ուզում այս թեմաներին, չէի պատկերացնում կանդրադառնամ, այնուամենայնիվ փակելով ասեմ հետևյալը. Հարգելի հանրային հեռուստատեսություն, քանի որ խոսեցինք երկու աստղ նախագծի մասին, նախ կխնդրեմ ձեր բոլոր նախագծերում այլևս փորձեք շատ ավելի ընդգրկուն լինել, այդ դուքյան չդարձնել, ընկերը, աղբերը, բանը, սենց կինը, ամուսինը, դրանք գեշ են նայվում, հանրությունը նոր դեմքեր էլ է երբեմն ուզում տեսնել և գնացեք, փնտրեք, գտեք թեկուզ լավ խմոր, վերցեք, հունցեք, դարձրեք լավ հաց, վերցեք, աշխատեք, դարձրեք, ինչ եղել, օրինակ ես հիշում եմ նույն Արտյոմ Երկանյանի առաջին պրոյեկտներից մեկում իր բանը դատական գործերի հետ էր կապված, որը ներկայացնում էր, ինչքան այնտեղում էր, հետո ինչ դարձավ, ասում եմ վերցրեք, աշխատեք, դարձրեք, ինչ ապատել, գտեք,
Եվ հարգելի երկու աստղ շոուի ներկայացուցիչներ, ձեզ մաղթում եմ ստեղծագործական բեղում յանք եւ ես կարծում եմ, որ նմանատիպ շոուները ոչ միայն հանդիսատեսի համար պիտի լինեն, այլ նաեւ ձեզ համար պիտի լինեն եւ ձեզ հաստատ տալիս են այդ շոուները շատ բան, թե փորձի տեսանկյունից, աշխատանքային փորձի տեսանկյունից, թե մտավարժանքի տեսանկյունից, այնուամենայնիվ ձեզ բոլորիդ հաջողություններ եմ մաղթում, ձեզ բարձր տրամադրություն եմ մաղթում, որպեսզի կարողանաք մեր տրամադրությունը նույնպես բարձր պահել։ Քնարիկ ջան, որ ասում եք հրանտիկինը, ես ի սկզբանե երևի եթերը չեք լսել, ասել եմ խնդրում եմ հանկարծ անձնական բաներ չլինեն, այստեղ մենք չենք քննարկում հրանտի կնոջը, մենք քննարկում ենք դերասանուհի Լուիզայի գործունեությունը տվյալ շոուում որպես ժյուրի եւ նրա գնահատականը։ Եկեք առհասարակ փորձենք գործողությունները, իրավիճակները ամենայն հարգանքով եմ ասում, ցավդ տանեմ, բան անել, տարանջատել։ Եթե մենք սենց սվաղելով են գնալու ամբողջի հետ, ամեն ինչի հետ, դա լավ տեղ չի տանելու։ Եվ եթե ցանկանում եք, որ լավ տեղ չտանի, ինձ համար շատ հեշտ է նստել ու շատ բան ասելը։ Բայց ես սիրում եմ լինել այս իմաստով օբյեկտիվ, լավ բան կա, լավ բան չենք տեսնում, ասում ենք, որ էսի լավ չէր, ու քանի որ գիտենք, որ ունեք ներուժ, ապա գնացեք ինչ-որ կերպ շտկեք դա, որովհետև դա մեր բոլորիս հանրային հեռուստատեսությունն է, դա մասնավոր հեռուստատեսություն չի։ Եվ խնդրում ենք, երբ որ աշխատում եք էտյուդների վրա, ակնկալում ենք, ոչ թե խնդրում ենք, ակնկալում ենք, որ այդ էտյուդները կլինեն բավականին հագեցած ասելիքով լի, կատարումները կլինեն հետաքրքիր, իսկապես շոու բառին համապատասխան, այնպես որ իմ կարծիքով ամեն ինչ շատ լավ կարա լինի, շատ լավ կարա լինի։ Պարզապես եկեք, երբ որ լինում են դիտարկումներ կամ քննարկումներ, դրանց առողջ վերաբերվենք եւ փորձենք այդ ուղղությամբ մտածել։ Կարող է ինչ-որ բան սակավ ասեցի, կարող է ինչ-որ բան այնքան էլ պարզ չմեկնաբանեցի կամ այնքան էլ խորքային չանդրադարձա, ես գուցե հույս ունեմ, որ իմ սենց մի նախադասությունով, երկու նախադասությունով ասելով դուք դրա խորությունը ինքներդ էլ կարող ձեր գրագիտությունը պետք է որ բավարարում, որ ինքներդ էլ ավելի խորը կարողանաք գնալ ու հայտնաբերել այդ կետերը, հա, եւ ասեմ, որ այո, ես տեսա այնտեղ անարդար բան, Լիկայի ու Վանի աշխատանքը ամենաբարձր գնահատականի արժանին էր։ Թող չլինեին 10-եր, թող լինեին 9-եր, բայց լինեին ամենաբարձրը ամբողջի մեջ։ Եվ գիտեք ինչ, դա կլիներ դաստիարակություն, բայց քանի որ մենք տեսնում ենք ջրիկությունը, մենք տեսնում ենք գործողություն, որը արդարացված չի, միայն հույս ունենալով, որ եթե անսպասելի ինչ-որ բան է, ուրեմն ծիծաղելի է, մենակ այս բանով հետո նստում զարմանում ապշահարվում ենք, թե որով Թաթուլի համերգին այսքան մարդ գնաց, իսկ ինչու պիտի չգնար, իսկ ինչով է կրթելու սնել հանրությանը, որ պիտի չգնար։ Ասեմ ավելին պիտի դրա կրկնակին գնար, ես զարմացել եմ, որ դահլիճում հլա ասեղ գցելու տեղ է եղել փաստորեն։ Ոնց ասեղ որ գցեն գետնին կընկներ փաստորեն։ Դա էլ պիտի չլիներ ախր։ Երբ որ նայում ես թե հանրությանը ինչով են սնել, մշակույթից ինչ եք տվել։ Ախր մշակույթը արվեստը ազգի հանրության դեմքն է։ Հայելինը հասկանում եք, հայելին։ Ինչ ենք տվել, մի հատ եկեք նայենք, ես ասում եմ, որպեսզի հանկարծ չլինի մեծամտություն, sense կներեք, sense եզրափակում եմ ու ձգձգում, որպեսզի չլինի մեծամտություն, ասեմ հետևյալը։ Ես երազում եմ այն օրվա մասին, երբ իմ հաղորդումը կփակվի այն պատճառով, որ կհամարվի, որ ինքը ամենավատ հաղորդումն է հայկական հեռուստատեսությունում։ Ես փակել կտամ։ Ես ուզում եմ այդ որակը լինի,
որ իմ հաղորդման նման հաղորդումը տեղ չունենա հեռուստատեսությունում։ Ես երազում եմ այդ օրվա մասին, անկեղծ ասում եմ։ Որովհետև այդ ժամանակ կպարզվի, որ իսկապես մենք ունենք հեռուստատեսություն։ Շնորհակալություն բոլորիդ դիտելու եւ տարածելու համար արգելներս, վաղը ազատ շփում կլինի, իսկ հետո երեկոյան շատ հնարավոր է դարձյալ Facebook-ով հանդիպենք, ես իմիջիայլոց ցանկանում եի, որպեսզի ձեզ համար ընթերցեմ Օսմանյան կայսրության ընդհանուր պատմությունը, համառոտ էլի, գոնե բազային գիտելիքներ ունենանք մեր այն թշնամու հանդեպ, ում շատ բաներում մեղադրում ենք եւ մեր հիմնական թշնամի ենք համարում, իրար վիրավորելու համար անգամ անվանարկում ենք այդ անունով, բայց արի ուտես, որ մենք շատ քիչ բան գիտենք մեր թշնամու մասին, ինչը լավ թշնամու համար, որը որ կարող ենք մենք լինել, սազական չի։ Թշնամին այնքանով է թշնամի, որը կարողանում է իր թշնամուն լավ ուսումնասիրի ու նրա մասին շատ բան իմանա, իրենից էլ լավ իմանա։ Լավ եղեք ժողովուրդ ջան, բարի գիշեր ձեզ։